Գարնանային առավոտ սիրելի հեռուստադիտող 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրը բարի առավոտյան ծրագիրը։ Յուրաքանչյուր աշխատանքային առավոտ մենք գալիս ենք ուրախությամբ, ջերմությամբ, սիրով, որպեսզի ձեր օրը լցնենք մի փոքր արվեստով, չգիտեմ, երաժշտությամբ, ինչ որ մի փոքրիկ իհարկե թեմայի շուրջ զրուցենք, որը որ ձեզ կտա իհարկե մտածելու, ապրելու, ինչ որ մի նոր մեկնություն անելու համար մտորումներ, սկիզբ ու ինչու՞ չէ օրը լավ կազմակերպելու տրամադրություն։ Լավ տրամադրություն իհարկե ունենալու համար այս պահին առաջարկում եմ ընդհատվենք տեսանյութով, դիտենք մի փոքրիկ տեսահոլովակ, արթնանանք երաժշտությամբ, վերադառնանք ու շարունակենք եթերը։ Չփոխեք հեռուստալիք, հետաքրքիր հյուրեր ենք ունենալու։ Գնացինք։ Վերադարձանք, դիտեցինք տեսահոլովակ, լսեցինք իհարկե լավ երաժշտություն, կարծում եմ արթնացանք, եթե չեք արթնացել, արթնացեք, օրը ճաշ է դառնում, պետք է հասցնել օրվա իհարկե գործերը ավարտին հասցնել կամ նոր գործ սկսել, ինչու ոչ, իսկ երկար քնելը լավ բան չէ, իհարկե այն հիվանդություն է, ասում են այս վերջերս գիտնականները պարզել են, որ շատ քունը երբեմն կարող է խանգարել մարդու կյանքի տրամադրության, իր առօրյայի կազմակերպման մեջ եւ մղձավանջի մեջ հայտնվել մարդու տրամադրությունը ոչ միայն, այլ նաև մարդը ինքը ֆիզիկապես։ Այնպես որ այստեղից նաև խորհուրդ եմ տալիս գնալ մարզվել, լավ նախաճաշ անել երբեմն, եթե իհարկե կարող եք ամեն օր անել, դա կարևոր է եւս։ Այս ամենը բերում է նրան, որ առողջ ապրելակերպ ունենաք, իսկ առողջ մարմնում, առողջ հոգին, առողջ բանականությունը եւ լավ տրամադրություն ու ստեղծում է լավ գործեր։ Եվ այսօր մենք իհարկե զրուցելու ենք մի հրաշալի նախագծի մասին, որի մեկնարկը վաղուց է տրվել, մի կարևոր իհարկե այնպիսի մի կառույցի մասին, որ մեծ գործունեություն է իրականացնում մեր երկրի այսօրվա մշակութային կյանքում, պստիկը առանձնահատուկ մշակույթ ներկայացնելով։ Եվ այսպես Մարտի 31-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Դիզակ արտ մշակութային ՀԿ-ի կողմից ստեղծված Դիզակ ֆոլք բենդի համերգը։ Եվ այդ կապակցությամբ այս պահին ունենք հյուրեր։ Դիզակ արտ մշակութային կազմակերպության տնօրեն Երազիկ Հայրյան, բարի առավոտ։ Դիզակ արտ վոկալի մասնագետ Անուշ Ստեփանյան, բարի առավոտ։ Եվ խմբի դուդուկահար Ռադիկ Արզումանյան, ով դուդուկով է եկել եւ այսօր հաստատ մեզ անակնկալ է բերել։ Բարի առավոտ Ռադիկ ջան։ Ուրախ եմ ձեզ տեսնելու մեզ մոտ, հաճախ եք իհարկե գալիս այն կարևոր միջոցառումներն ու մեկնարկները, որ իրականացնում է Դիզակ արտը, մենք բազմիցս ունեցել ենք հնարավորություն լուսաբանելու։ Ինչ է Դիզակ այս նոր բենդը արտում, որը որ ստեղծվել է եւ ինչպիսի իհարկե կոլորիտ է ներկայացնելու, խոսենք սրա մասին։ Շնորհակալություն։ Դիզակ բենդը ստեղծվել է Դիզակ արտ մշակութային հասարակական կազմակերպության կողմից, նպատակն է արցախյան ֆոլկլոր երաժշտությունը նորովի մատուցել, այսինքն նրան նոր կյանք ենք տալիս եւ մենք փորձում ենք հանրությանը մարտի 31-ին ներկայացնել մեր նոր ծրագիրը։ Այն բացառապես վերցված է, այսինքն արցախյան մշակութային ֆոլկլորային կոլորիտի երաժշտություն։ Այո, արցախյան բարբառով երգերն են եւ նոր գործիքավորումով ավելի ժամանակակից եւ Դիզակ արտի սաները այդ բենդի երգիչներն են եւ համույթը, որը վերահացվել արդեն բենդի, քանի որ Դիզակ արտը հենց հիմնվան օրվանից ունի ժողգործիկների համույթ, հետո մենք իրեն վերափոխեցինք եւ դարձրեցինք Դիզակ ֆոլք բենդ, Դիզակը անունը պահելով մեր հադրութի պատմական անունն ենք պահում եւ այսպես փորձում ենք ամեն կերպ Արցախի բարբառը, Արցախի մշակույթը ներկայացնել հանրությանը։ Այ հետաքրքիր է, մենք ունենք վոկալիստ, հա, բենդում, ով այսօր մեր հյուրն է, եւ Անուշ ջան, խնդրեմ, ինչու՞մն է կայանում ձեր մասնակցությունը բենդում եւ ինչ եք ներկայացնել։ Քանի որ ես նաև դասավանդում եմ Դիզակ արտ մշակութային կենտրոնում որպես վոկալի ժող վոկալի մասնագետ, ուսուցիչ։ Այո, ուսուցիչ, իմ սաները գլխավոր երգիչներն են այդ բենդի եւ մենք փորձում ենք ձեռք չտալով իհարկե երգի հիմնական տեսքին, հա, կառուցվածքին մենք իրեն ընդհանրապես չենք փոխում որպես ֆոլկլորային երգ, ուղղակի նորովի գործիքավորման փորձում ենք այն ներկայացնել եւ ավելի հաճելի լսելի դարձնել հանրությանը։ Ես ինքս երգում եմ բենդում
Այդպես։ Այսինքն այդ օրը եւս դուք ելույթ կունենաք, Այո։ ոչ միայն ձեր սաները, դուք եւս Այո։ կատարումներ ունենալու եք։ Ռադիկ որպես ինդիվիդուալ ամենաթանկարժեք, ամենագեղեցիկ, ամենամեծ սիրտ ներկայացնող գործիք նվագող երաժիշտ, դիզակում որքան ժամանակ է որ նվագում եք եւ խնդրում եմ ներկայացնեք նաեւ ինչպես է ստեղծվել ձեր պատմությունը դիզակում։ Շատ լավ։ Դիզակում ես հանդես եմ եկել 23 թվականին, այդտեղ եղել է ժողնվագարանների համույթ։ Իսկ հիմա արդեն update է արվել, ավելացվել են նոր գործիքներ, գիտար, բաս գիտար, բարաբան, նոր ռիթմիկ պատկերով, Էլեկտրոնային գործիքներ, էստրադային գործիքներ։ Տենց մեր արցախյան երգերը փորձելու ենք ներկայացնենք լրիվ նոր բացառությամբ, նոր ձևով, նոր երաժշտական վերլուծությամբ, նոր ռիթմերով։ Ինչու՞ն է կայանում այսօր օրինակ ասենք, չգիտեմ, արցախյան երաժշտության, որը որ դուք անընդհատ շեշտում եք, հա, առանձնահատկությունը, որը որ տարբերվում է բնականաբար իր յուրաքանչյուր եւ մեղեդային, եւ կատարողական, եւ լեզվական ինչու ոչ, նաեւ սա շատ կարեւոր է, որը առանձնանում է։ Ինչու՞ն է կայանում շատ ներկայացնելու այս խնդիրը։ Մարդիկ չեն երգում, չեն կատարում։ Պարտադիր Արցախից ես գիտեմ, որ դուք Արցախից եք եւ Արցախից եք եկել։ Հա, հիմնականում մարդիկ հայերս չգիտեն այդ երաժշտությունները, չեն լսել երբևիցե, որովհետև ստեղծվել են Արցախում եւ կատարվել են հիմնականում Արցախում, շատ քիչ են կատարվել Հայաստանի տարածքում եւ Հայաստանի սահմաններից դուրս։ Դրա համար փորձում ենք ներկայացնել, ժողովուրդը լսի, նոր հաստատ դուր կգա, այս թվում է։ Ես վստահ եմ, որ իհարկե ինչպես կարող են մասնակիցը դառնալ սպասվող համերգին։ Համերգի տոմսերը վաճառվում են Event Hub հարթակում եւ կարող են այնտեղից ձեռք բերել տոմսերը եւ մենք մեծ սիրով սպասում ենք։ Իրականում քիչ է մնացել տոմսերը, կարող են արագ ամրագրել իրենց տեղերը, քանի որ գիտենք, որ Արնոն Բաբաջյանը այդքան էլ մեծ չէ եւ մեր շահառուները ավելի ոգևորված են պատրաստվում գալ այդ համերգին։ Տեսնենք, թե ինչ է սպասվում եւ ինչպիսի անակնկալներ են լինելու համերգի ժամանակ։ Համերգի հատուկ հյուրերն են լինելու Արսեն Գրիգորյանը, Տիեզերք բենդը, Մադլեն Ասրյանը եւ Արտուր Խաչենցը։ Մենք այսպես փորձելու ենք երեխաները եւ արտիստները իրար հետ համատեղ երգեր կունենան, բոլոր արցախյան բարբառով եւ արցախյան երգեր են լինելու։ Իրականում դա էլ է շատ կարեւոր եւ մեր բենդի երիտասարդ երգիչները ավելի շատ կողքեվորվեն այդ համատեղ նախաձեռնության մեջ։ Մենք նաեւ ունենք շատ լավ ընկերներ դրսում եւ շուտով մենք նաեւ մեծ համերգ կունենանք Հայաստանից դուրս։ Այսինքն ոչ միայն Երևանում է, այլ բենդը ելույթներով կունենա եւ մարզերում, ինչպես եւ մարզերում եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ կներկայացնի արցախյան արվեստը, երաժշտարվեստը։ Հրաշալի է, ինչպես ասում են, այստեղ երաժիշտներ, քանի որ մեզ մոտ այս պահին հյուր են, հնարավոր չէ իրենց բաց թողել առանց կատարումների, կարծում եմ նաեւ հեռուստադիտողը եւս սպասում է, առաջարկում եմ մի փոքրիկ կատարում, որպեսզի ամփոփենք այսօրվա մեր եթերը։ Սիրով։ Միջև երիտասարդները պատրաստվեն, ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր մեր կողքին էին եւ այս նախաձեռնությանը կանգնեցին մեր կողքին, որպեսզի իրականանա այս նախաձեռնությունը, դա շատ կարեւոր էր մեզ համար այս դժվար օրերին ունենալ, ստեղծել նման բենդ եւ հիմա կարող ենք արդեն լսել մեր երիտասարդներին։ Տանը սիրան դուսա եկա Սորմին կորե
սրտես հույսա եկա հորահոպան մատա ապունդալուն գուջիր հոտա Բրավո, անհնար է չփշաքաղվել ու չհիշել իհարկե այն ինչ մեզ ժառանգությամբ թողվել է եւ մենք դրան պետք է տեր կանգնենք։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտող, գնացեք տեր կանգնեք ձեր մշակույթին։ Ոչ միայն մշակույթը կատարելով են տեր կանգնում, այլ դրան մասնակից լինելով։ Գնացեք իհարկե, գտեք տոմսեր, գնեք, այն վաճառքում է այս պահին մարտի 31-ին Արնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա Դիզակ ֆոլք բենդի յուրահատուկ առանձնահատուկ ծրագիր ներկայացնող համերգը։ Այնտեղ լինելու է արցախյան բառն ու երաժշտությունը միասին եւ դուք իրապես ապրելու եք այն կարևոր մշակույթը, որը որ դարերով ավանդված է մեզ մեր հայրերից։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, իհարկե լավ ելույթներ, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող մշակութային կյանքով լեցուն ապրելու օր ու լավագույն տրամադրություն։ Կհանդիպենք հաջորդ աշխատանքային առավոտ 21 TV-ի եթերում օրեդ բարի շրջանակներում։ Մնացեք բարյավ։